Հաղորդման գործընկեր Յասաման ռեստորան։ Բերանի տհաճ հոտի տակ կարող են թաքնված լինել շատ լուրջ, անգամ կյանքին սպառնացող խնդիրներ։ Բերանի տհաճ հոտի տակ կարող է թաքնված լինել աղստամոքսային տրակտի խնդիրները։ Այրոցը, այդ իժոգը կարող է նաև հենց բերանի տհաճ հոտի առաջացման այն սիմպտոմը լինել, որով ժողովուրդը կարող է դիմել այդ արտահայտությունը, որ իժոգը ով չունի, դա շատ սխալ է, քանի որ այդ այրոցի տակ կարող է թաքնված լինել կյանքի սպառնացող հիվանդություն, ինչպիսին կերակրափողի ուռուցքն է։ Բանը սոդանի չէ, դա հիմք է։ Դեցնում ենք թթվի վրա, ինքը ինչ համ չեզոքանում է, այդ պահին լավ ենք զգում ենք, բայց հաջորդ էտապին անդրադարձի էֆեկտ է կատարվում։ Եվ իսկապես ոնց որ ասում եմ, ոնց որ նոր ծնված լինեմ, այդ թարմ հոտը շնչառության շատ կարևոր է, ասեմ ձեզ։ Երկրագնդի յուրաքանչյուր 4-րդ մարդու մոտ առկա է բերանի տհաճ հոտ։ Դուք ինքներդ կարող եք չզգալ, իսկ հարազատները նրբանկատությունից ելնելով միգուցե չազգային, մինչդեռ հետևանքները կարող են շատ լուրջ լինել։ Որոնք են պատճառները եւ ինչպես ազատվել բերանի տհաճ հոտից, թեմայի վերաբերյալ կզրուցենք բժիշկ գաստրոենտերոլոգ Հասմիկ Թաշյանի հետ։ Ողջույն։ Բարև ձեզ։ Շատ ուրախ եմ ձեզ ողջունել մեզ մոտ եւ ես շնորհակալ եմ հրավերի համար։ Համեցեք, ասենք թե որոնք են պատճառները։ Բերանի տհաճ հոտ, ինչպես դուք նշեցիք, այլ կերպ կոչվում է հալիտոզ։ Հալիտոզ լատինական անվանում է, որը կոչվում է տհաճ հոտ բերանից։ Ուրեմն բավականին տարածված է եւ ինչպես նշվում է երկրագնդի բնակչության յուրաքանչյուր 4-ը կարող է ունենալ այդ խնդիրը, սակայն ինքը իրազեկված չլինել, իսկ կողքից հարազատները չեն ասում, որպեսզի չվիրավորեն նրան, սակայն դա սխալ է, քանի որ բերանի տհաճ հոտի տակ կարող են թաքնված լինել շատ լուրջ, անգամ կյանքին սպառնացող խնդիրներ, որը կարող է արտահայտվել սկզբնական շրջանում բերանի տհաճ հոտով։ Եվ բերանի տհաճ հոտը ինչ է հալիտոզը, ինքը կարող է խանգարել ձեր ընկերական հարաբերություններում, աշխատանքի մեջ, ինտիմ հարաբերություններում, այսինքն այն նաև համարվում է շատ մեծ հոգեբանական խնդիր, քանի որ եթե մարդը այդ խնդիրը չի լուծում, նրա վերջնալուծումը չի տալիս, ինքը արդեն կարող է բերել շատ լուրջ հետևանքների։ Եվ ուրեմն ասենք որոնք են պատճառները։ Ուրեմն բերանի տհաճ հոտով հալիտոզով զբաղվում է 3 մասնագետ։ Առաջին մասնագետը դա ինչ է, մարդ ունի բերանի տհաճ հոտ, առաջին ուր է գնում։ Գնում է ատամնաբուժի մոտ, ճիշտ է։ Բուժում է ատամները, լնդերը եւ այլն, այնուհետև գնում է կոկորդը բուժելու։ Ցավոք սրտի գաստրոենտերոլոգների նման խնդրելով հասնում են ավելի ուշ, որտեղ չեն պատկերացնում, որ բերանի տհաճ հոտի տակ կարող է թաքնված լինել աղստամոքսային տրակտի խնդիրները, այո։ Հիմա ես նշեմ, որոնք են հիմնական պատճառները բերանի տհաճ հոտի, այնուհետև կհասնենք այն բուն խնդրի, որը վերաբերում է կոնկրետ ինձ գաստրոենտերոլոգին։ Ուրեմն 80% դեպքերում բերանի տհաճ հոտը պայմանավորված է բերանի խոռոչի հիվանդություններով։ Դրանք լնդերի բորբոքումներն են, դրանք վատ դրված պլոմբանյութերն են, վատ դրված, ասենք, պրոթեզներն են, չբուժված ատամներն են դրանք, լեզվի վրայի փառը նույնպես կարող է բերանի տհաճ հոտի պատճառ հանդիսանալ։ Երկրորդ խումբը Իսկ ներեցեք փառը ինչից է առաջանում։ Փառը կարող է առաջանալ այդ գաստրոեզոֆագյալ ռեֆլյուքսը, որ ես կբացատրեմ, դրա պատճառով կարող է առաջանալ, կարող է առաջանալ քրոնիկ տոնզիլիտների պատճառով, այդ փառի տակ էլ ինքը հավաքված են լինում միկրոբներ, հասկանալի է, դրանք նույնպես բերանի տհաճ հոտի պատճառ կարող են հանդիսանալ։ Միֆ չէ, որ հարուցիչները, բակտերիաները նույնպես կարող են տհաճ հոտ առաջացնել։ Առաջին հենց խնդիրը պայմանավորված է, պատճառը պայմանավորված է բերանի խոռոչի բորբոքային հիվանդություններով։ Երկրորդ մեծ խնդիրը դրանք լոր օրգանների հիվանդություններն են։ Դրանք սուր տոնզիլիտները, քրոնիկ տոնզիլիտները, այսինքն նշիկա բուրբերը, հասկանալի, հայմորան խոռոչների բորբոքումները, սինուսիտները, ռինիտները, դրանք բոլորը նույնպես կարող են բերանի տհաճ հոտի պատճառ հանդիսանալ։ Ժամանակավոր, հա, այսինքն վիրուսային հիվանդություններից, նույն անգինա, գրիպ։ Այո, եթե քրոնիկ խնդիր լինի, օրինակ քրոնիկ տոնզիլիտ ունի մարդը, նրան բերանից անդադ կարող է տհաճ հոտը գալ։ Այսինքն նման դեպքում պետք է ինչ անել, բուժման ենթարկել ձեր լոր օրգանները։ Եվ շատ հաճախ մարդիկ, երբ որ ունենում են այդ բերանի տհաճ հոտը, իրանք ինչ են անում, անդադ գնում են ատամնաբուժների մոտ, սրսկում են լնդերը, բուժում են լնդերը, ինչ-որ ողողումներ են անում, ճիշտ է, ողողումները պետք է ան, դա պետք է մտնի մեր կուլտուրայի մեջ, սակայն միշտ չէ, որ այդ միայն ողողումներով եւ այլն դուք կարող եք բերանի տհաճ հոտից ազատվել։ Եվ այժմ հասնենք այն կարևորագույն խնդրին, որը կապված է գաստրոենտերոլոգիական հիվանդությունների հետ, այսինքն բերանի տհաճ հոտ, որը պայմանավորված է մեր աղեստամոքսային տրակտի հիվանդություններով։ Ուրեմն առաջին տեղում հանդիսանում է մեր կերակրափողը։ Ուրեմն կերակրափողի բորբոքումները, էզոֆագիտները, գաստրիտները, ստամոքսի բորբոքումը, խոցային հիվանդությունները, դրանք բոլորը կարող են բերել բերանի տհաճ հոտի առաջացմանը։
Բժշկուհի, իսկ հիմա մեզ կհարցնեն ինչպես իմանանք պատճառը բերանի խոռոչն է, թե աղեստամոքսային տրակտից եկող որոշակի հիվանդությունները, խնդիրները բերանի տհաճոցի, ինչպես ախտորոշել։ Շատ լավ հարց է, նշեմ, որ նման հիվանդները շատ հաճախ ունենում են այրոցի զգացողություն։ Ինչ է այրոցը։ Այրոցը դա իժոգա հասկացողություն է, որ ժողովրդին ավելի պարզ լինի։ Իսկ ինչ է այրոցը, սովորաբար մեր կերակրափողի եւ ստամոքսի միջև կա փական, որը կոչվում է կարդիալ փական։ Այրոցի ժամանակ ինչ է այրոցը, երբ ստամոքսից 12 մատնյա աղուց այդ պարունակությունը հետհոսք է գնում դեպի կերակրափողի լորձաթաղանթ, որի պատճառը այդ կարդիալ փականի անբավարարությունն է։ Այսինքն այրոցը առաջանում է այդ փականի անբավարարության հետ կապված։ Երբ թթուն լեղին հետ է գնում դեպի կերակրափողի լորձաթաղանթ, այրում է կերակրափողի լորձաթաղանթը եւ առաջանում է այդտեղ բորբոքում։ Այսինքն էզոֆագիտ է առաջանում եւ հենց էզոֆագիտը ինքը կարող է բերանի տհաճ պատճառներից մեկը լինել։ Երկրորդ պատճառը, երբ մենք ունենում ենք կերակրափողի ստոցանիական բացվածքի ճողվածք, գրիժը հասկացողություն է, եւ այդ փականը այնքան է բացվում, որ նույնիսկ ստամոքսի մի հատված կարող է մտնել այդ ներհրվել դեպի ստամոքսը ներհրվում է դեպի կերակրափող եւ էլի մեծ քանակությամբ պարունակություն հետ է գնում դեպի կերակրափողի լորձաթաղանթ, գազերն են հետ գնում, որը արտահայտվում է հենց այդ բերանի տհաճոտով եւ էլի մի շատ կարեւոր հիվանդություն կոչվում է կերակրափողի դիվերտիկուլիտ, այդ դիվերտիկուլիտ է կոչվում, երբ գրպանիկներ է առաջանում կերակրափողի վրա եւ սնունդը գնում նստում է այդ գրպանիկների մեջ եւ իհարկե այդտեղ նեղման պրոցեսներ եւ շատ ուժեղ ինքը կառաջանա հոտ, որը գալիս է բերանի խոռոչից։ Այսինքն այրոցը, այդ իժոգը կարող է նաև հենց բերանի տհաճոտի առաջացման այն սիմպտոմը լինել, որով ժողովուրդը կարող է դիմել, սակայն այստեղ մի ուրիշ բան էլ կա, շատ հաճախ նույնիսկ կարող է մինչև 80% դեպքերում չեն զգում այդ այրոցը։ Հասկանում եք, չի զգում ժողովուրդը, որ այրոց ունի ինքը, դա ավելի վատ է։ Լինում է այդպես, որ չեն զգում իրանք։ Դա կարող է արտահայտվել բերանում ուղղակի դառնությամբ։ Այդ դառնություն կա բերանում, շատ հաճախ ասում եմ բժշկ Գուդյան լյարդս լեղապարկս ցավում է, բերանումս դառնամ կա, բայց դառնությունը հիշեմ, որ դա հենց այրոցի արտահայտություն է, բերանում դառնություն կա։ Դուք իմացեք, որտեղ կերակրափողի փականի հետ կարող է կապված լինել խնդիր կամ ստամոքսի խնդիրների։ Իսկ թթուն երբեմն էլ նաև ասում են թթվաշ։ Այո, հա թթվաշամ հենց փականի հետ է կապված, փական թեր ֆունկցիա է լինում եւ այդ թթուն լեղին հետ է գալիս կերակրափողի լորձաթաղանթ հասնում բարձրանում է մինչեւ բերանի խոռոչ։ Փաստորեն խնդիրը կապված է ստամոքսի կերակրափողի հետ։ Սովորաբար մարդիկ ուշադրություն չեն դարձնում այրոցներին։ Բժշկուհի շատ լավ գիտեք, ասում են դե ժոգով չունի, հա, բոլորն էլ ժոգ ունեն։ Ջերմուկ շատ են խմում, սոդայով ինչ որ տեստեր են անում, սրանք վտանգավոր են, սա միֆ է, հա, որ կարելի է բուժել այրոցը նման եղանակներով։ Արտահայտությունը, որ ժոգով չունի, դա շատ սխալ է, քանի որ այդ այրոցի տակ կարող է թաքնված լինել կյանքի սպառնացող հիվանդություն, ինչպիսին կերակրափողի ուռուցքն է, ադենոկարցինոման է։ Սկզբնական շրջանում այրոցը 1-2 անգամ եղավ, սնունդը փոխեք, եթե անցավ լավ, բայց եթե այդ այրոցները կրկնվում են հատկապես պարկած ժամանակ, կոչվում են գիշերային այրոցներ, եւ եթե դրանք շաբաթական 2-3 անգամ կրկնվում են, դուք ոչ թե պիտի դիմեք բժշկի, այլ պետք է շատ արագ գնալ, քանի որ կրկնվող այդ ռեգուրգիտացիան, այդ հետ հոսքը, որ գնում է դեպի կերակրափող, ինքը բացի այրելուց կերակրափողի լորձաթաղանթը ինչ է անում, տարափոխում է կերակրափողի լորձաթաղանթ, այնտեղ առաջանում է այնպիսի լորձաթաղանթ, որը բնորոշ է մեր աղիքին, այսինքն մետապլազիա է գնում, առաջանում է բարետի կերակրափող, որը համարվում է նախաուռուցք։ Եվ ձեր այդ սոդա խմելը, ջերմուկ խմելը, դրանք ժամանակավոր բան է, սոդան ինչ է, դա հիմք է։ Դեցնում ենք թթվի վրա, ինքը ինչ համ չեզոքանում է, այդ պահին լավ ենք զգում ենք, բայց հաջորդ էտապին անդրադարձի էֆեկտ է կատարվում եւ թթուն էլ ավելի մեծ ուժգնությամբ բարձրանում է վերև։ Այսինքն թթվայնություն էլ ավելի է բարձրանում։ Մարդիկ գիտեն, որ գալիս են վնասում են իրենց։ Այո, մարդիկ գիտեն, որ տարիներով սոդա են խմում, գալիս են արդեն ուղարկում ես արդեն հետազոտության դրանք ստամոքսի շատ լուրջ խնդիրներով անդրադառնում են։ Չի կարելի, հա մեկ անգամ տունը դեղ չունեք, սոդայով կարող եք ինչ-որ ձևի ոնց որ այդ այրոցը հանգստացել մեկ անգամ, տարօրինակ 2-3 անգամ։ Դեղորայքը դա արդեն բժիշկը պիտի, կասեմ դեղորայքի մասին, բայց ինքնաբուժություն յուրաքանչյուր դեպքում չի կարելի անել, որովհետև դու կարող եք դեղաչափի դոզա, դեղ պիտի նշանակի միայն եւ միայն բժիշկը։ Հասկանալի։ Շնորհակալություն։ Միֆ չէ, որ անորակ սնունդից նույնպես կարող է բերանից տհաճ գալ։ Գիտեք ինչ, ոչ թե միֆ է դա, այլ անորակ սնունդ հասկացողությունը։ Եթե մենք ուտում ենք մեծ քանակությամբ
տապակած ուտելիքներ, այդ մեր ֆաստ ֆուդերը, բաները անորակ սնունդ հասկացողության մեջ ինքը ինչ այդ գնաց ազդեց մեր ստամոքսի լորձաթաղանթի վրա, ազդեց կերակրափողի վրա, կամ այդ նույն կոլա հասկացողությունը, գազավորված ըմպելիքը, լավ էսպես ասենք, իր մեջ ինչ է պարունակում, մեծ քանակությամբ շաքար, մեծ քանակությամբ սոդա, չէ, ինքը նույնպես այրում է ձեր կերակրափողի լորձաթաղանթը, ինքը կարող է խթանել նորից այդ փականը բացվի եւ թթուն լեղին հետ գնա։ Դրանք նույնպես այրոցի առաջացման պատճառ կարող են հանդիսանալ, այսինքն անորակ սնունդը նույնպես ազդում է ձեր աղստամոքսային տրակտի լորձաթաղանթի վրա, որը կբերի բորբոքման, որն իր հերթին կարտահայտվի բերանի տհաճոտով։ Պատճառը նույնն է, պարզապես պետք է գրագետ մոտենալ խնդրին, հասկանալ ինչից առաջացավ։ Իսկ երբ քաղցած ես եւ էլի կա այդ բերանի տհաճոտը, դա նորմալ է, թե դա ինչ-որ բանի մասին մեր առավոտյան մենք սոված ենք, ինչ է կատարվում, կարող է այդ բերանի տհաճոտը օտը լինել, բայց եթե օրվա մեջ հատկապես մարդիկ կա ուտեն, չուտեն, այդ բերանի տհաճոտը կա, կամ այդ այրոցները, դուք ուշադրություն դարձրեք նաեւ դրանց, այրոց ունի բերանի տհաճոտ։ Գիտեք ինչ, երբ որ բուժում են այդ կերակրափողը, ստամոքսը, այդ հոտը իսպար անցնում է եւ իսկապես ոնց որ ասում եմ ոնց որ նոր ծնված լինեմ, այդ թարմ հոտը շնչառության շատ կարեւոր է, ասեմ ձեզ։ Դե քանի որ նշեցիք այրոցներ միգուցե չլինեն, մարդիկ կդժվարանան հասկանալ իրենց մոտ խնդիր կա, բայց ունենում են այլ ցավեր, ունենում են էպիգաստրալ շրջանի ցավեր, վկնատություն, մեդիորիզ, փորկապություն, դրանց պետք է նույնպես պետք է դրա համար պետք է դիմել բժշկին, բժիշկը արդեն ձեզ կուղորթի գնալ ատամնաբուժի մոտ, գնալ լոր բժշկի մոտ, թե պետք է ուղղակի գաստրոենտերոլոգը բուժի։ Այստեղ ես մի հատ շատ կարևոր նորից բերանի տհաճոտի հետ կապված այն հարուցիչը, որ ախտարում է աղստամոքսային տրակտը, դա Helicobacter pylori հարուցիչն է, որը նույնպես ինքը բերում է աղստամոքսային տրակտի բորբոքային վիճակին, որը նույնպես կարող է բերանի տհաճոտի պատճառ լինել։ Մենք բուժում ենք այդ Helicobacter-ը, որը գաստրիտների, էրոզիաների, խոցերի առաջացման պատճառն է։ Եթե հետաքրքիր կլինի, մենք մյուս թեմաներում կանադառնանք, որը էլի բավականին շատ կարևոր եւ ակտուալ թեմա է, բուժում ենք եւ այդ հոտը նորից կարող է անցնել։ Եվ շատ կարևորագույն նշեմ նաեւ, որ հատկապես ծխողների մոտ, չէ, կամ ալկոհոլ օգտագործողների մոտ էլի սպეციფიկ հոտ գոյություն ունի, քանի որ ծխելը, խմելը բերում է բերանի լորձաթաղանթի չորացմանը, որը կոչվում է քսերոստոմիա։ Երբ արդեն թուքը քիչ է արտադրվում, ու սկսում են այդտեղ վախտացի միկրոբները սկսում են ավելի գլուխ բարձրացնել։ Նման դեպքերում ինչ պիտի անել, պետք է քանակությունը, մեծ քանակությամբ ջրի քանակը ապահովել պարտադիր եւ իհարկե այդ բաց սովորույթներից պետք է հրաժարվել։ Ինչպես հայտնաբերել ուրեմն կա հոտ, թե չկա։ Ավելի պարզ պայմաններում, եթե ուզում եք իմանալ, սովորաբար, եթե դա աղստամոքսային տրակտի հիվանդությունների հետ կապված է, եթե դա նշիկների հետ կապված է, լեզվի վրա լինում է հաստ փառ։ Այդ փառը ինքը հոտի առաջացման պատճառն է։ Ուղղակի դուք կարող եք հետին պատը լեզվի գտալիկով քերում եք մի փոքր, եթե հոտ եք քաշում, լինում է կամ սովորաբար ափերը փակում են, մարդիկ այդպես էլ են շնչում։ Ինքը այնպես ակտուալ է, որ դուք չեք կարող դա չտեսնել, բայց բերանի տհաճոտը հա խնդիր կա, բայց նաև որոշ մարդկանց մոտ արդեն առաջանում է, այսպես ասած, հալիտոֆոբիա, երբ նրանց մոտ այդ խնդիրը արդեն չկա կամ արդեն բուժվել են, բայց նրանք անդադ թվում է, թե այդ հոտը նրանցից գալիս է, հասկանում եք, ֆոբիա, վախ, որտեղ այդ հալիտոզները լինում են իրական եւ կեղծ, եւ կա այդ ֆոբիան, որ վախ կա նրանց մոտ, նրանք բուժել են դեռևս դիմակներ են կրում, դեռևս այդ հարաբերություններում նրանք անընդհատ վախեցած են, չեն ուզում շփվել, սա արդեն հոգեբանական խնդիր է իհարկե, որը պետք է արդեն հոգեբաների հետ էլ աշխատել, որպեսզի կարողանալ այդ հարցից դուրս գալ, բայց եթե հիվանդը դիմել է իր բժշկին եւ վստահում է իր բժշկին, չէ՞, արդեն բժիշկը այնպես նրան կուղորթի, կբուժի, կզրուցի, բժիշկը նաև առաջինը հոգեբան է, շատ հաճախ հիվանդները գալիս են ուղղակի զրուցում եւ գնում են, արդեն ճիշտ կուղորթի նրան, նա կստանա համապատասխան բուժումը եւ կգնա։ Շնորհակալություն, իսկ դուք ինչպես եք ախտորոշում, ինչպես եք հասկանում, որ հիվանդը ձերն է, հա։ Գիտեք ինչ, սովորաբար մեծ գաստրոենտերոլոգներն բերանի տհաճոտով հասնում են շատ ուշ, արդեն նրանք գնացել են եւ ատամնաբուժերի մոտ եւ գնացել են լոր բժիշկների մոտ, արդեն գալիս են, արդեն հասկանում են երկու կողմը, կա հետո որոշակի գանգատներ են արդեն ունենում, արդեն հիվանդը որ նստեց առաջին ասում բերանի հոտ ունեք, բժիշկու ջան, ինչ իմացար որ ունեմ, հասկանում եք, ես գիտեի, բայց ուզում եմ մի հատ հասկանալ, ճիշտ եմ եկել, թե սխալ եմ եկել, արդեն այս գանգատներ, արդեն բժիշկին չի համարել, որ անամնեզ է հավաքում, արդեն այս դրա կատարում է եւ ախտորոշումը եւ բուժումը։
Եթե չկա լուրջ հիվանդություն, կարելի է մեկ ընդմիշտ ձերբազատվել բերանի տհաճ հոտից։ Ճիշտ է, դիմելով ճիշտ բժշկի։ Սովորաբար բերանի տհաճ հոտը ինքը ունենում է ներքևում ունենում է խնդիրները, եթե դա կապված չէ դեր սովորական հիգիենայի հետ, որ դուք առավոտյան արթնացաք, ատամները պիտի լվանալ գոնե օրական 2 անգամ պարտադիր եւ այդ բերանի խոռոչը այդ ողման հեղուկներ պիտի օգտագործել, այդ կուլտուրան այ մեզ մոտ է պիտի լինի, անպայման ատամները լվացին, հետո հատուկ հեղուկներ կան, որոնք թարմացնող հեղուկներ են, հակաբակտերիալ հեղուկներ են, պետք է անպայման բերանի խոռոչը ողողել, նոր դուրս գալ։ Եվ այ մարդիկ, ովքեր ունեն բերանի տհաճ հոտ, ինչ անեն, անպայման օգտագործեն հակաբակտերիալ մածուկներ, օգտագործել այդ թարմեցնող շնչառությունը թարմեցնող տաբլետներ, ինչ-որ ողման լուծույթներ, որովհետեւ ունենան թարմեղուկ եւ ամենակարևորը ինչ անել, շատ ջուր օգտագործել, որպեսզի ձեր մոտ բերանի խոռոչի լորձաթաղանթը չչորանա։ Այդ պատճառով է, որ ինքը բերանի տհաճ հոտի պատճառը կարող է հանդիսանալ, նաև երբ որ թուքը իր այդ հատկությունները կորցնում է, քիչ է թուք արտադրվում, էքսիկոզ առաջանում է, այսինքն ջրազրկվում է բերանի լորձաթաղանթը։ Շատ լավ, իսկ կան հատկապես շոկին։ Հատկապես շոկին, այո, ականջալուր եղեք, ջուրը օգտակար է ամեն դեպքում։ Այդ այրոցի համար էլ ես նշեմ, որպեսզի այ պահը եկավ ասեմ, շատ հաճախ այրոցների ժամանակ սոդա խմել, չգիտեմ ինչ, կաթ խմել եւ այլն, ամենալավ միջոցը դուք մի քանի բաժակ ուղակի ջուր խմեք։ Այրոցի ժամանակ խմեք, այրոց ունեցաք պարկած ժամանակ, անպայման կանգնեք, ջուր մի 3-4 բաժակ ջուր մի անգամից խմեք, արդեն ինքը ինչ կանի, թթվայնությունը ինքը նոսրացնում է եւ հաջորդ օրը գնացեք բժշկի։ Շնորհակալություն։ Ինչպես դիմեն ձեզ։ Դիմելու համար կարող են զանգել իմ անհատական հեռախոսահամարով։ Ձեր թույլատվությամբ կարող եմ ասել հեռախոսահամարը 099 25 83 05 բժշկուհի Հասմիկ Թաշյան։ Շնորհակալ եմ բժշկուհի։ Մենք խոսում ենք մի խնդրի մասին, որը խանգարում է մարդկային շփմանը, անմիջական շփմանը։ Դրա համար ականջի ետև մի գցեք եւ անպայման դիմեք բժշկի։ Միֆ թե իրականություն հաղորդումներ եթերում տարբերեք միֆը իրականությունից, զրուցում ենք բժիշկ գաստրոենտերոլոգ Հասմիկ Թաշյանի հետ։ Կհանդիպենք։